Շարունակում ենք մեր ծրագիրը բարի լույս ևս մեկ անգամ բոլորին եւ ասեմ, որ այսօր տաղավարում ես ունում շատ հետաքրքիր հյուրեր եւ շատ հետաքրքիր աշխատանքի մասին ենք խոսելու։ Մայիսի 6-ին Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում մեծ պրեմիերա է լինելու։ Հանդիսատեսին կներկայացվի Կուսակալը պատմական դրաման, որտեղ ներկայացում է 3-րդ դարի վերջին մեծ հայքի 29-ամյա անիշխանության շրջանը։ Եվ այս առիթով տաղավարում են բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանը, դերասան Վարդան Գևորգյանը եւ Art PR ընկերության տնօրեն եւ ներկայացման պրոդյուսեր Գայանե Դավթյանը։ Բարի լույս։ Իդեպ բացեմ մի շատ կարևոր հետաքրքիր գաղտնիք Արթուր Սահակյանը այն ռեժիսորն է, որի մոտ ես միշտ երազել եմ խաղալ, բայց այդպես էլ դեռ չի ստացվել։ Անկեղծացա տեսակ։ Նոր ասեցի, ես այո։ Միշտ փոքր ժամանակ պահել եմ մտքից ու հուզվել։ Երեկոյան ինչ ես անում, արի փորձել։ Վերջ։ Շնորհակալություն մեր հյուրերն էին Արթուր Սահակյան։ Ինչ լավ է։ Եկեք խոսենք այս հրաշալի աշխատանքի մասին, որը մայիսի 6-ին արդեն կհանձնվի հանդիսատեսին։ Փոխոսի։ Պատմեք ներկայացման մասին, ինչի մասին է ներկայացումը։ Հայքը, Հայաստանը, այն ժամանակվա Հայաստանը ունեցավ այդպիսի շրջան 29-ամյա անիշխանություն, երբ որ Հայաստանը գտնվում էր կիսված էր Հռոմի եւ Պարսկաստանի տիրակալությունների տակ էր։ Եվ հայքի այս հատվածը Երևանդաշատ մայրաքաղաքը կոնկրետ գտնվում էր պարսկական տիրապետության տակ եւ Պարսից արքա Արտաշիրը նշանակել էր կառավարիչ Հայաստանի Կուսակալ, այդ բանով Կուսակալ դրա համար դա է։ Որը որ հրաման ստացավ Արտաշիրից եւ ոչնչացրեց ամբողջ ազնվական ցեղը Երևանդունիների։ 2-3 հոգու հաջողվեց փախնել, մեկը տրթատներ, փախցրեցին երեխաներին, փախցրեցին։ Արքայազն տրթատներ Խոսորովի որդին, Արտավազդը նրա ուրեմն զորավարներ եւ այդտենց փրտիկներ եւ մեկ էլ Արտավազդի քույրը կարողացավ փախնել, Արտավազդը ծնվեց արդեն բանում, կարծեմ արդեն Հռոմի տիրապետության տակ։ Մի խոսքով ազնվական դասը վերացված էր եւ հիմա մենք այն պահին ենք գալիս, որ Արտավազդը ուրեմն մաղձի եւ այդ նա պետք է իր վրեժը լուծի, իր տոհմի կոտորված տոհմի վրեժը լուծի եւ գալիս է Կուսակալին սպանելու։ Վերադառնում է Հայք, որը գտնվում է Պարսկաստանի տիրապետության տակ, Կուսակալին ուրեմն սպանելու եւ վրեժը լուծելու իր այդ կերպ։ Այդ ընթացքում այդ մեր հերոսի ընկերը Գրիգոր Լուսավորիչն է, մանկության ընկերը, նրանք միասին քրիստոնեություն են ուսուցանում Փերմելյանոս պատմական անձադը։ Մի խոսքով այս շրջանն է եւ գիտեք ոնց պատմական դրամա է ինքը, բայց այդ մի քիչ ոչ թե թրիլերի, այլ արկածային բանի ուրեմն այդ էլեմենտերով տարով իհարկե շատ կարևոր, որովհետեւ մենք ես օրենք չգիտեի այդ պատմությունը առանց համաչելու ասում, ես այդ շրջանը շատ վատ գիտեմ, ես պատմիչ կարդում եմ Հարաբեն շատ այնպես վերապահումներով, որովհետև գիտեմ, որ այդ ու հանդերձ պատվիրված մարդիկ են, վճարված մարդիկ են։ Նրանց վճարել արքան, նրանք գրել են պատմությունը։ Հա, ես դրան վերաբերում եմ ոնց որ այսօր թերթերին։ Որ թերթերին ով վճարում է, նայել այն ժամանակվա մամուլը եղել պատմիչները։ Հիմա այդպես, ու ես չգիտեի եւ շատ կարեւորում եմ սա։ Գիտեք, սա այս ներկայացումը հույս է բերում։ Այս ներկայացման ավարտից 13 տարի հետո եւ դրա մասին խոսում է ներկայացման մեջ Ձեռամ Գրիգոր Լուսավորչի Վարդան Գևորգյանը խաղում է Գրիգոր Լուսավորչի դերը։ Ձեռամ Գրիգոր Լուսավորչի, որը ժողովրդի կողմից կոչվի որպես լուսավորիչ։ Հիմա նա Գրիգորն է սովորական աշակերտը քահանայի, քրիստոնյա քահանայի։ Եվ ամենասարսափելին է նա, որ Անակ Պարթևի որդին է, որը որ սպանողն է, կործանողն է հայկական պետականությունը եւ հայ դինաստիան։ Ինքը իր հայրն է դարել եւ այդ մեղքի տակ անուղակի կերպով։ Եվ դա անընդհատ շոշափում է։ Տրթատն է այնտեղից գալի, մի խոսքով Հայաստանը վերականգնվում է, այսա այդ շրջանն է եւ շատ կարեւոր է այդ հույսը։ Ես կարծում եմ այս ներկայացման ամենակարևոր բանը այն է, որ վստահ եմ, որ արտնանալու է հույսը պայծառվանի, տեսեք ինչեր տեղի ունեցավ դրանից հետո ընդունվեց ամենապրոգրեսիվ հավատը Քրիստոսի ուսմունքը մինչև այսօր եւ մեր հպարտություններից մեկը դա է, որ մենք առաջին ենք ընդունել քրիստոնեությունը եւ առաջի քրիստոնյաներն ենք։ Հետո ինչ արեցինք մենք այդ քրիստոնեության հետ, դա այլ խնդիր է։ Ինչի բերեցինք
Վատիկանը ինչի բերեց, քրիստոնեությունը մյուսը ինչի բերեց, բայց մերը կարծում եմ ամենազուլալն է մինչ օրս եւ այդ շատ կարեւոր շրջան է, որը որ ես խորհուրդ կտայի բոլորին այցելել ներկայացումը։ Շատ է, Վարդան, շատ կարևոր կերպար եք մարմնավորում, մի փոքր խոսեք այդ մասին, լավ, օրինակ եթե ինձ այդ նման կերպարը առաջարկվեր, ես սկսեի շատ երկար մտածել դրա մասին, բայց դուք այնպիսի ռեժիսորի հետ եք աշխատում, որ համոզված եմ ինքը ձեզ շատ է օգնել մտածելու հետ կապված։ Սուրեն պատասխանեցիր ինքդ։ Իրոք այդ բարդությունը դե անունը արդեն պարտավորեցնող է, ինչքան էլ մենք փորձում ենք ներկայացնել Գրիգոր Լուսավորչին միջև լուսավորիչ լինելը երիտասարդ տղա, ով ունի իր հավատքը առ Աստված ու հետագայում պիտի դառնա լուսավորիչ, որ դեռ ինքն էլ չգիտի, որ լինելու է լուսավորիչ, այդ փուլն է։ Բայց ամեն դեպքում դա իրանից ենթադրում է, չէ, այսպես ասած, ինչ-որ կոստյում արդեն, որը դժվարացնում է համել դերասանի համար աշխատանքը։ Բայց ասացիդ պես, Սուրեն ջան, շատ կարևոր է էլի ներկայացումներում, առհասարակ յուրաքանչյուր ներկայացումում վստահել բեմադրիչին։ Այդ վստահությունը իմ մոտ կար, ես փորձ ունեցել եմ նախքան սա աշխատել պարոն Սահակյանի հետ, այդ հերակա համակրանքը, որ ունեցել եմ ձերպես որպես բեմադրիչ Սահակյանի հանդեպ, որ ձեր մոտ իրականացավ։ Հա, իմ մոտ ոնց որ իրականացավ ու շարունակվում է դեռ եւ փառք Աստծո։ Ներկայացման բովանդակությամբ ու ներկայացման ասելիքով վարակված լինելը դերասանների, բեմադրիչի ու ողջ թիմի, անգամ նկարիչը, զգեստների, անգամ բեմի ձևավորողը, ոնց որ լինեն գաղափարակիցներ։ Ես դա շատ եմ կարևորում։ Այո։ Ոչ մեկ չի մոտենում սրան այս աշխատանքին որպես հերթական ներկայացում։ Սա ոնց որ յուրաքանչյուրիս ասելիքը լինի, շնորհիվ Սամվել Մհերյանի, ով հեղինակն է պիեսի, ոնց որ կարողացել է այդ մարդը այս գործով վարակի բոլորիս ասելիքով եւ բովանդակությամբ եւ կշիռով ու բնականաբար շատ ճիշտ եք ասում, ես շատ քիչ եմ մնացել պրեմիերային, բայց ես դեռ անհանգիստ եմ, ունեմ վախեր, հուսամ դեռ կհաղթահարենք ու ավելի կամրապնդվի այն, ինչ որ ուզում եմ ստանանք սրան։ Դե ես համոզված եմ, որ շատ լավ է լինելու։ Այսպեսի բան կա, հա, ասում եմ Աստված։ Այո, միշտ մարդիկ ընդհանրապես ամբողջ այս մեր պատմությունը հազարամյա ցույց տվեց, որ մենք միշտ մեր պատմական ու շատ կարևոր կերպարներին ասոցացնում ենք այն մարդկանց հետ, ովքեր մեր ժամանակներում այդ կերպարներին ներկայացնում են, այսինքն տալիս ենք հենց նույն դեմքը։ Եվ ամենավառ օրինակը Հիսուսի կերպարը մենք միշտ տեսնում ենք այն դերասանին, որը ժամանակին խաղաց այն կարևոր առաջին ֆիլմում, այո, որտեղ մենք հիմա բոլոր տեղերում նրա դեմքն է պատկերված որպես Հիսուսի դեմքը, այնպես որ ձեզ էլ որպես Գրիգոր Լուսավորիչ արդեն։ Չգիտեմ դա լավ է թե վատ։ Դա ցույց կտա ժամանակը։ Օրինակ, ես գիտեմ նման պատմություն, որը տվյալ դերասանին Վատիկանը, թե Անձամփրոմի Պապը, Հենց դա։ Այո, հենց Քրիստոսն է հաջորդ թոշակի նման բան են նշանակել, որ էլ ամբողջ Այն ժամանակ դա մեծ գումար է։ Հիմա կարծում եմ դերասանի համար այդ գումարը շատ ցնչին է։ Գանակ խոսեցին ռեժիսորը եւ դերասանը, ներկայացեցին իրենց տեսակով, որովհետեւ ամբողջությամբ դրա մեջ են։ Դուք որպես կողքի աչք, հա, ինչպես եք տեսնում ներկայացումը։ Սուրեն ջան, նախ պիտի ասեմ, որ ինձ համար որպես արվեստի ոլորտի կազմակերպիչ, կառավարիչ եւ արվեստի մարդ, որը շատ այսպես կոլեկտիվների հետ է շփվել զուտ կազմակերպչական առումով, ինձ համար մեծ պատիվ էր այս կոլեկտիվում հայտնվելը, որովհետեւ նախ այստեղ հավաքվել են շատ հետաքրքիր, շատ տաղանդավոր ու շատ պրոֆեսիոնալ դերասաններ եւ առանցքը իհարկե բեմադրող ռեժիսոր Արթուր Սահակյանն է եւ պիեսի հեղինակ Սամվել Մհերյանը, բայց այն ամբողջ այդ կուր կոլեկտիվը, որ կա, այդ կուր այսպես միակարծիք ու շատ ճիշտ ուղղությամբ գնացող, շատ իրենց գործը լուրանող, առանց այսպես դրոշակների եւ այլն, այդ շատ արժեքավոր բանի մեր օրերում։ Որտեղ առաջին անգամ ենք իմանում այս գործի մասին։ Այո։ Եվ ամսի 6-ին, մայիսի 6-ին ես կարծում եմ, որ հանդիսատեսը պիտի ունենա շատ հետաքրքիր զգացողություն ներկայացումը նայելուց հետո։ Ինքը պիտի վերաարժևորի շատ բաներ, շատ, որովհետև այն ինչ որ կա պիեսի հիմքում եւ այն ինչ որ մենք պիտի տեսնենք որպես բեմադրություն, դա չափազանց չեմ ասի այսպես շատ
յուրատեսակ եւ տարօրինակ, բայց շատ թատրոնների համար չափազանց մեծ գործ, հա, որովհետեւ այսպիսի պատմական ներկայացում եւ իր պատմական հիմքով թերևս վաղուց չի եղել հայկական թատրոններում։ Դրա համար ես ուզում եմ, որ իրոք մայիսի 6-ը մեզ համար որպես առաջնախաղ կայանա, ես վստահ եմ, որ կկայանա, եւ հետո դե մայիսին, հունիսին մենք դեռ կխաղանք Պարոնյան թատրոնում եւ հանդիսատեսը վստահ եմ շատ կսիրի։ Եվ ելի եմ ասում, որ հավաքված թիմը չափազանց հետաքրքիր է։ Ես միշտ Արտուրին ասում եմ, որտեղից ես գտել այսքան տաղանդավոր մարդկանց ու շարել, sense որ նոր կարդալու ընթերցումների փուլներ, ես նայում եմ սեղանի շուրջ հավաքված մարդկանց, ասում եմ, որտեղից է հավաքել այսքան ճիշտ մարդկանց ճիշտ տեղում։ Այդ շատ կարևոր բան է, դա էլ երևի Արտուրի տաղանդն է։ Այնպես որ իրականում ինքը եւ կազմակերպչական առումով ինքը շատ այսպես չնայած ներկայացման բարդությանը, կազմակերպչական առումով ինքը շատ այսպես հեշտ գնաց, որտեվ ունես մարդկանց այսպես նույն ուղղությամբ նայելու այդ ճանապարհը, դրա համար ինքը շատ հետաքրքիր, շատ բովանդակային, բառեզբուն իմաստով բովանդակային է, որպես ներկայացում, որպես աշխատանք ի վերջո։ Եվ կարծում եմ, որ մենք կունենանք նաև այնպիսի փուլ, որ մենք իրեն կդարձնենք շրջիկ եւ մեր մարզային թատրոնները կնայեն, այնպես անենք, որ Հայաստանի յուրաքանչյուր երկրորդ մարդը գոնե նայած լինի ներկայացումը։ Շատ կարևոր է, որովհետև պատմական շրջան է ներկայացվում եւ սա ներկայացում է պատմությունը աշակերտից սկսած մինչև տարեց հանդիսատեսի։ Գիտեք, անհավանականությունների շարքին է այս ամեն ինչ անհավանականությունների շարքից էր։ Սամվել Մահիրյանը պատահաբար զանգեց ինձ, եկավ ներկայացավ, ասեց, ես առանց կարդալու իր պատմածով ասեցի, եթե դրա մասին է, ես կանեմ, անպայման կանեմ։ Բայց ո՞նց անենք։ 30 հոգի մարդ զբաղված բեմի վրա չհաշված բեմի շրջապատող սպասարկող անձնակազմը։ Այսինքն սա ստացիոնարի ներկայացում է։ Մինչև այսօր Աստծո կամոք այս ամեն ինչը հաջողվել է պրոֆեսիոնալ հիմունքներով, մարդիկ փորձերը հարմարացնում ենք, գալիս են դեկորը պատրաստված է, զգեստները կարվում են, ստացիոնարի ներկայացումը ինքը մոտավորապես մեծ բեմի այն ծախսատար ներկայացումներից։ Այս դրա մասին է ուզում խոսենք, քանի որ պատմական դարաշրջան ներկայացնելը շատ բարդ է թատրոնում եւ ֆիլմերում։ Պիտի վատ չլինի, որովհետեւ կվանես։ Այո, եւ շատ նաեւ ճիշտ լուծումներ պիտի լինեն, որպեսզի հանդիսատեսին չխանգարեն։ Ոնց եք այս հարցին մոտեցել։ Դե, չգիտեմ, այդ Գայանը շեշտեց, որ պրոֆեսիոնալներ ենք։ Տեսեք, Սամվելը Մահիրյան ինքը շատ մեծ հավատով է, եւ այդ հավատը իրան հատուցում է։ Այդ իր հավատը ինքը անկասկած հավատի մեջ է, մեծ բան է եւ գրում այդպես։ Եվ այդ ամեն ինչը թելադրվում է, ոնց որ Մոցարտին թելադրվում է Ռեկվիեմը, ոնց որ Բախին թելադրվում է այդ բաները։ Եվ գրում է այդպես, եւ ճանապարհը ինքն է հիմա Գայանայի հետ փորձում այդ բոլոր բաները այն ինչ որ պետք է, մինչև այսօր ոչ մի տեխնիկական պատճառով ոչ մի բան չի կանգնել, չի դադարել։ Կարը սկսվել է ժամանակին, գրիմը դրվել է ժամանակին, ռեկլամը նկարվել է, մի խոսքով բաները տրվել են, մնացած բաները։ Այսինքն ամեն ինչ սկսվել է եւ զրոյից բարից ամենաբարձր իմաստով եւ հակոստների ձևավորումը ամեն ինչ։ Հետո մենք բազա չունենք, մենք էլ այդ էլ է։ Ու հանգարց մեկ առաջարկեց մեզ բազա։ Որովհետեւ գնում ենք դեպի քրիստոնեություն, ընդ որում անպայման պիտի ասեմ, ոչ մի բառով չնվաստացնելով այն հավատը, որ եղել է միջև քրիստոնեություն, հեթանոսությունը, բացարձակ։ Ես հավասարապես վերաբերվում, դա մեր հավատն է, մեր ազգի հավատը, մեր ազգը ինչ որ ժամանակ եղել է հեթանոսության մեջ, եւ ոչ մի բացասական բան չի կարող լինել այդ դրա մասին։ Մարդիկ հավատացել են բարուն այդ կերպ։ Այո։ Դրա համար ոչ մի ձև չի նասեմացվի այդ բանը, բայց ուղղակի գնում ենք դեպի ավելի պրոգրեսիվ, դեպի միաստվածություն։ Ես դրան եմ վերագրում, մենք գնում ենք դեպի դա, դրա ընդունումը, ներկայացումը իր տրամաբանությամբ հուսով եմ կբերի այդտեղ, որ ասվում է դրա մասին, որ 13 տարի հետո Տրթաթը, որ գալիս է անընդհատ արշավով մտել է եւ հրաշքով նվազում է Հայաստանը, քաղաքի հետևից Մզբինը, Կարինը գալիս է հասնում է հենց այդ Երևան դաշտ։ Եվ հետո նրանց մեջի խնդրեմը Գրիգորի խորվիրապում գտնվելը, որից հետո արդեն հրաշքը եւ ընդունումը Հայաստանի որպես առաջին երկիր, որպես զուլալ, որպես կուսական նորաստեղծ հայքի։ Այս ընթացքն է երևի թե որ մեզ
օգնում է։ Շատ լավ, մի փոքր խոսենք ձեր այս վերջին, քանի որ վերջին օրերն են մնացել փորձերի, հա, այս ապրումների մասին, կա շտապողականություն, կա ինչ-որ բան, որ միշտ այդպես ասա, չէ, բա որ չհասցենք, բա որ սա չէ, բա այդ բավորների շարքը կրճատվել են, թե ավելացել են։ Ես անկեղծ ասած, որ առավոտյան երբեմն մտնում ենք, այսինքն փորձերի ժամը լինում, Արտուրը միշտ ասում է, սիրտս կանգնում արդեն։ Բարեսարում ասա։ Այո։ Ես Սամվել Մարիան ասում եմ, ես գիշերը չեմ քնել, ընդհանրապես չի քնում։ Հա, այդ բնականաբար այնպիսի էմոցիաներ են, որ շատ բնական են ու շատ այսպես նույնիսկ տեղին են, բայց վստահ եմ ավելի քան որ ամեն ինչ պիտի փայլուն անցնի, որովհետև ել եմ ասում շատ ճիշտ մարդիկ են հավաքվել, շատ ճիշտ տեղում, ճիշտ ժամանակին։ Ես էլ եմ ասում, որ նույնիսկ զգեստների, ահա, այդ մտածում ենք կհասցնենք արդյոք այդքան 30, ինչպես Արտուրը ասաց, 30 մարդկա զբաղված եւ այդ պատմական 30 զգեստ չի, ավել է։ Այնտեղ փոխվում է պատմական, այո, չեք պատկերացնում ինչ զգեստների մասին է խոսքը, մենք արդյոք դա կհասցնենք, բայց բրավո մեր զգեստների ձևավորու Լուսինեին, որ ուղղակի ֆանտաստիկ կերպով շատ այսպես հավեսով ու լավ այդ գործը արեց, մնացած բոլորը եւ այստեղ իրոք ես վստահ եմ որ մայիսի 6-ը մեր համար կդառնա այն եւ սկիզբը եւ այդ ամենի այսպես արարումը եւ մենք ունենանք կուսակալը հրաշալի ներկայացումը որպես կայացած եւ ճանապարհին Այո, մեզ համար ամենամեծ խնդրեմը բեմ հասնելն է, որտեղ այն փուչուր սենյակում արած բաները հիմա պիտի իսկ ինքը բեմը աշխատողա, ֆուրկաններ են դեկորա իջնում բարձրանում բան։ Այդ ամեն ինչը համատեղելն է, պլյուս աշխատում է մի հատ էլ երկրորդ պլաստիկ խումբ, որը որ այդ միքսերի բաների վրա ենք հիմա որ։ Օ, ես կարևոր բան եմ մոռացած ասել, որ երաժշտության հեղինակը Արտուր Սահակյանն է։ Ինքը, այո, ինքը համեստորեն կասի, որ դա երաժշտություն չի, բայց դուք եւ կլսեք, թե ֆանտաստիկ բան է։ Ես ուղղակի նոտաներ եմ։ Գրում է նաև Արտուր, դուք չեք պատկերացնում ինչ ֆանտաստիկ երաժշտություն ունենք, ֆանտաստիկ։ Ես համոզված եմ։ Արմանն էլ արանժը։ Ահա, դե վերջ։ Ցավոք սրտի մինչև այսօր քիչ են եղել պատմական ներկայացումները եւ ֆիլմերը, հենց այդ պատճառով որ ծախսատար են, հագուստներ, դեկորներ, բայց այսօր արդեն ոնց որ թե էնտուզիազմների շնորհիվ Էնտուզիազմներ նաև մենք ունենք նաև, եթե դեմ չեք Սուրեն ջան, ասեմ շնորհակալ ենք նաև մեր հովանավորներին, որոնք որ իրականում այդ արժեքները կրող մարդիկ էին, որովհետև նույնիսկ առանց կարդալու վստահ եմ պիեսը, զուտ այսպես վստահելով եւ մարդկանց եւ թեմային, հա, մենք հրաշալի հովանավորներ ունենք, որոնց շնորհակալ ենք։ Շատ կարևոր է դա։ Եվ մենք էլ շնորհակալ ենք մեր հովանավորներին, որոնցից հենց Իջևանի կինոգործարանը ձեզ այս պահին նվիրում է Սարգոն Ռոզեն, որը կարծում հենց կբացվի արդեն ներկայացման օրը, երբ որ վարակույրը կփակվի եւ կհասկանանք, որ խաղացինք ստացվեց։ Շնորհակալություն։ Ճիշտ մարդու է տալիս։ Ես ընդամենը փոխանցում։ Այո, եւ ինչպես ասում եմ մասնագիտական լեզվով, նիպուխը նիպիրաս բոգը։ Հիմա ոնց ասենք մասնագիտական պատասխանը։ Շնորհակալություն։ Դե ձեզ հաջողություն եմ մաղթում, անպայման սիրով դիտել ու պետք է դիտել այս ներկայացումը։ 6-ին ժամը 7-ին Պարոնյա թատրոնում։ Շնորհակալություն։ Շատ կարևոր իրադարձություն է սպասվում, այնպես որ բաց թողնել պետք չէ, պետք է անպայման գնալ ու դիտել, հատկապես հենց նաև ձեր երեխաների հետ, որպեսզի պատմությունը հենց մանուկ հասակից կարողանան արմատավորել մեր երեխաների գլխում։ Եվ այս ամենի հեղինակներն այսօր մեր տաղավարում են, իսկ այս պահին կարճ դադար կլինի, հետո կվերադառնանք եւ կամփոփենք ծրագիրը։